Բացառիկ են ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների խոշտանգման դեպքերը։ Մի քանի անգամ է նախարարը վստահեցնում, բացառիկ են։ Այս դեպքերը բացառիկ են համակարգի տեսանկյունից։ Ինչ երաշխիք ունի նախարարը, որ հենց այս պահին Հայաստանի ոստիկանական բաժանմունքներից մեկում հարցաքննության ժամանակ չեն հարվածում, չեն հայհոյում ինչ-որ մեկի։ Մեկ շաբաթ առաջ տարածված սկանդալային տեսանյութը, որ առնվազն մի քանի ամսվա վաղեմության է, ներքին գործերի նախարարը տեսել է միայն հրապարակումից հետո, վստահեցնում է Արփինե Սարգսյանը։ Առերևույթ հանցագործության մասին իմացել են տեսանյութի արտահոսքից օրեր առաջ։ Ով է նկարել տեսանյութը, բնականաբար սա հարց է, որը որ նաև կդիտարկվի քրեական վարույթի շրջանակներում, որովհետև գործ ունենք նաև հանցագործության մասին չհայտնելու իրավիճակի հետ, որովհետև նկարողը ըստ էության ստացվում է, որ իմացել է առերևութության մակարդակում գոնե թե խոշտանգման դեպքի մասին եւ չի հայտնել իրավապահ համակարգին։ Անհանգստացնում է Հայաստանի ներքին գործերի նախարարին, որ ամենաաննշան հարցերը մեր երկրում հաճախ պարզում են դանակով, այլ զենքով, հաճախ առանձնակի դաժանությամբ։ Հայաստանում 2025-ին սպանության 50 դեպք է եղել, 2024-ի 45-ի համեմատ։ Անցած տարի ինչ արձանագրում ունեինք, մեդիա տիրույթում առնվազն, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր սպանություն է տեղի ունենում։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունում ամեն օր սպանություն է տեղի ունենում, նշանակում է մենք պետք է մեր վիճակագրական պատկերում ունենանք 365 կամ 366 սպանության դեպք։ Հաճախ հոգեկան խնդիրներ ունեցողները վերականգնողական բուժում անցնելուց հետո վերադառնում են տուն ու նորից են սպանում, ուրիշ հանցանքների դիմում։ Ինչ անի նախարարությունը։ Խոհանոցային բոլոր դանակները հավաքենք, արգելենք խոհանոցային դանակների օգտագործումը։ Ոստիկանությունը 100%-ով չի կարող վերահսկել մարդկանց, պնդում է նախարարը։ Լրագրողները հակադարձում են, Փարաքարի համայնքապետի սպանությունը կարող էին կանխել իրավապահները։ Տեղեկություն կա, որ Վոլոդիա Գրիգորյանի սպանողը Մերձավանի գերեզմանատանն է կրակել սովորել։ Ոչ մի իրավապահ գրակոծների ձայներ չի լսել։ Կա նախաձեռնված քրեական վարույթ թեմայի շրջանակներում եւ քննչական մարմնի գործընկերները պատեհ պահին կհանրայնացնեն քրեական վարույթի հետ կապված տարբեր դրվագներ, այս պայծրությամբ ես իրավասություն չունեմ թեմայի մասով որևէ արձանագրում իրականացնել։ Նախարարը հպարտությամբ ասում է, որ 2025-ին 12 սպանություն են կանխել, 42.2% ավելի շատ ապօրինի զենք զինամթերք են առգրավել, քան 2024-ին։ Ինչու իրավապահները տեղյակ չեն եղել Լոռիում 13-ամյա անչափահասի դաժան ծեծի մասին։ Դեռահասին ծանր վիճակում բերել են Երևան։ Նմանատիպ դեպք եղել էր նաև ամիսներ առաջ։ Զորականում անմարդկային ծեծուջարդն անգամ տեսանկարահանել էին անչափահասները։ Վարույթում ունենք նաև հանցակազմ, որով որ վարույթ կա նաև նախաձեռնված երեխայի խնամքի դաստիարակության կանոններով, այսինքն պարտականությունը չկատարելը կամ ոչ պատժը չկատարելը, սա եւս նաև լրացուցիչ ազդակ է թե ծնողներին, թե ուսումնական հաստատությանը, որպեսզի այս իրավիճակում եւս կարողանանք ճիշտ աշխատանք ունենալ։ 6 անչափահասի է բացահայտել ներքին գործերի նախարարությունը, որոնք նախորդ տարի զբաղվել են թմրաշրջանառությամբ։ Արփինե Սարգսյանի խոսքով կեղծ են համացանցային ահազանգները, թե դպրոցներում վխտում է թմրանյութը։ Հետևողականորեն յուրաքանչյուր հաղորդման հետևից գնացել ենք եւ գրառման հեղինակին խնդրել ենք մեզ տա տվյալներ։ Եթե չի ուզում հաղորդում ներկայացնելու, գոնե թե մեզ տա տվյալներ, թե ինչ նկատի ունի, որ դպրոցի մասին է խոսում, երբ որ ասում է, որ վխտում են թմրամիջոցները դպրոցներում։ Հարգելի ներկաներ, մենք ունենք 0 հաղորդում եւ ունենք 0 տվյալի փոխանցում։ Ամիսներ առաջ մի ծնող ահազանգել էր, որ Երևանի դպրոցներից մեկում կոնֆետանման թմրանյութեր են տարածում։ Նա պնդում էր, որ անծանոթ մարդիկ են այն հյուրասիրել անչափահասներին, մի քանի անգամ դպրոցի բակ գալով։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։